Մարդ կա 40 տարեկանում նայում ես դեմքին 60 ես տալիս, մարդ էլ կա 75 տարում 15 տարի ոնց որ ինձ փոքր են ասում։ Հա, ես մի քանի անգամ ստուգեցի, արդյոք 77 եք զարմացա իսկապես։ Եթե տվյալ անձը գործից չի բացակայում, հիվանդության թերթիկ չի բերում, ժամանակից շուտ գալիս է գործի ավելի ուշ գնում է, համատած շատ երիտասարդների մեկ էլ։ Եթե ի վիճակի է իր աշխատանքը լիարժեք անել, ինչին գնենք դրա հետևից, ասենք գիտես, թոշակի տարիքա թող գնա մի քիչ էլ նարդի խաղա այաթու մարևանների հետ։ Օրինակի համար։ Ես դրան դեմ եմ։ Որովհետև եթե զգում են, որ իսկապես ի վիճակի չի, շաբաթը մեկ անաշխատունակության թերթիկա տալիս, ամիսներով բացակայում է, գործը չի կարողանում լիարժեք կատարել, խնդիր չկա, եկել է տարիքը, թող գնա թոշակի։ Բայց եթե տվյալ մասնագետը տալի բժիշկ, տալի ուրիշ մասնագիտության, տալի ով ուզմա լինի, կարող է իր աշխատանքային գործունեությունը այնպես կազմակերպել, ոնց որ երիտասարդ հասակում, թող աշխատի ինչքան կարա։ Ընդունված է, որ 63 տարի լրացավ, եկեք տնենք ուղարկենք թոշակի։ Դուք դրան ուղարկում եք շատ դեպքերում մահանալու, որովհետև դրանից հետո հոգեբանորեն արդեն ինքը ճնշված է զգում, ավելորդ է իրան համարում հասարակության մեջ, նույնիսկ տան մեջ արդեն զգում է, որ ինքը են չի։ Բնական է զորով ասում ենք դու 90 տարի մի ապրի, 63 ես, 65 հենց գցեք ես, այդտեղ պատրաստվի կամաց ուր ես գնում, կոպիտ եմ ասում։ Ուզում եմ ասեմ, անձնագրում գրած այդ թիվը պետքա երկակի նայել, մեկ կոնկրետ թիվն է, մյուսը իրականում տվյալ մարդու իրական վիճակը, նորից եմ ասում, պարտադիր չի բժիշկ կլինի կամ էլ։ Եվ դրանով առաջնորդում։ Տեսել եմ, ինքս էլ համոզվել եմ, որ ձեր երիտասարդ գոլեգաները, այսպես ասած, այն ձեր սաները համախմբված են ձեր շուրջ, համատեղ աշխատում են, շատ գնահատում են ձեզ։ Ի՞նչն է պատճառը, որ երիտասարդների կողմից այդքան սիրված եք, երիտասարդ մասնագետների կողմից։ Ես ասեմ, մի միտք ինձ թվում է չեք զարմանա, դիմացնոտային մասնագիտության գծով Հայաստանում ինչքան մասնագետներ կան, դրանց մեծ մասը իմ աշակերտներն են, որոնք կայացել են, որոնք այսօր լավ համբավ ունեն հանրապետությունում, որոնք իրագործում են այն վիրահատությունները ներկայումս հայտնի դիմացնոտային շրջանում, որոնք կատարվում են այլ երկրներում եւ միևնույն ժամանակ Հայաստանում։ Հայաստանի եթե կլինիկաների մեծ մասը իմ սաներն են, դա պատահական չի։ Դրանք իրան չդարձան հայտնի մասնագետներ, անցան այն դասընթացը, որը պլանավորված տարիների ընթացքում մենք տալիս ենք մեր կլինիկական օրդինատորներին, առավել կարևոր դեր եմ տալիս նրան, որ կլինիկական օրդինատորը իմ հետ պետքա լվացվի վիրահատության, որոշակի փուլեր ինքը կատարի եւ մի բան չզարմանաք, որ կլինիկական օրդինատորը կարող է տեղյակ չլինել, ես մտնեմ վիրահատության, մի փոքր ինչ որ գործ անեմ եւ մնացածը ասում եմ դու շարունակի, ես դուրս եմ գալիս, գործ ունեմ։ Կան մասնագետներ, որոնք խուսափում են, վախենում են, ցույց չեն տալիս, չեն բացատրում, գաղտնի ինչ-որ մի քայլ են անում, իմ մոտ այդ հասկացողությունը չկա, որովհետև ես մի բան գիտեմ, իմ համար պարզ է, այսօր եթե ես այս վիրահատությունը արեցի, վաղը կարող եմ մի հատ ուրիշ մոդիֆիկացիայով նույն վիրահատությունը ավելի լավ անեմ, այսինքն ես իմ առաջի ընթացը
ունեմ եւ չեմ վախում, որ հանկարծ իմ օգնականը, իմ կլին օրդինատորը սովորեց, արեց, վաղը արդեն ես կմնամ անգործ, բացառվում է։ Հիմա էլ ամեն օր մինիմում 4-5 զանգ ես իմ նախկին կլին օրդինատորներից, որոնք արդեն հայտնի բժիշկներ են, զանգ եմ ստանում, հարցնում են, ես ինչ դեպքն է եկել, ինչպես անենք։ Օրինակ, հենց 3-4 օր առաջ իմ լավ հարգված բժիշկներից մեկը, երևի գիտեք, Գրիգորի Էմիլիչին, զանգեցին եւ ասավ, այս ձևի խնդիր կա, այսպիսի վիրահատություն պետք անեմ, ինչ է կարծում, ինչ է։ Հաջորդ օրը ես ուրախությամբ ստացա նկարները, վիրահատության փուլերը, որը կատարել էր Գրիգորի Էմիլիչը, լիարժեք լավ բարձր մակարդակով։ Ընդ որում այդ վիրահատությունը հանրապետությունում հազվադեպ դեպի արվում, որովհետև իր կլինիկական առանձնահատկություններով քիչ հապատահում պրակտիկայում եւ շատ հաճախ խառնվում է այլ հիվանդությունների, դժվար է ախտորոշում եւ վիրահատվում։ Տիպիկ մի քանի օրվա օրինակ եմ ես բերում, նման օրինակներ բազմաթիվ կարող եմ ես բերել։ Ձեր ասածն է պատճառը, որ ցանկացած տեղում, երբ որ դիմացոնոտային վիրաբուժության հետ կապված դժվար կամ բարդ դեպք կա, դուք կողքներին կանգնած եք, նշտարը ձեռքին։ Բոլորն էլ գիտեն, բոլորը առասարակ։ Բոլորն էլ գիտեն, որ ես իրանց մեջքին կանգնած եմ, դժվար իրավիճակում պատրաստ եմ լինել օգտակար։ Ոչ միայն խորհրդատվական տեսանկյունով, այլև անմիջական միջամտությամբ իրանց հետ մասնակցել տվյալ վիրահատության, այսինքն նման դեպքերում ինքը վիրահատում է, ես որպես օգնական կամ ուղակի նայող, կողքից նայող, եթե պետք է ասեմ, այս բանը հիմա էլ էս շարունակությունը դուր։ Եվ այդպես ավարտվում է վիրահատությունը, արդյունքում ստանում ենք այն, ինչ որ սպասելի էր մեզ համար։ Իսկ գործիքները, մեթոդները ինչպես է կարողանում հեշտությամբ կիրառել, հեշտ սովորել այն։ Ասեմ հետևյալը, որ իմ մոտ նորարարական միտքը բավականին զարգացած է եւ ցանկացած հարցում, ցանկացած եթե վիրաբուժական խնդիր կա վիրահատության ժամանակ ես ունեմ իմ կոնկրետ մոտեցումը։ Հաշվի միանշանակ առնվում է այն հայտնի եղանակները վիրահատության, այն հայտնի առաջարկությունները, այն հայտնի մոտեցումները, սակայն եթե կա տարբերակ, որ կարելի է ավելի հեշտ ու ավելի լավ արդյունքի հասնել, միանշանակ ես մի քիչ շեղմում եմ պրոտոկոլից, ինչպես դուք եք ասում, եւ անում եմ այն, ինչ որ ես պլանավորել եմ տվյալ իրավիճակում անել։ Եվ բարեբախտաբար հայտնեմ, որ երկար տարիների իմ կյանքի փորձը որպես բժիշկ մասնագետի ցույց է տվել, որ ես իսկապես շատ հարցերում տարբերվում եմ հայտնի պրոտոկոլներից եւ իմ արած եղանակները իրենց արդարացել են։ Դրա մասին են խոսում այն, որ ես տարիների ընթացքում մոտարապես վիրահատական ոչ միայն վիրահատական, այլ առհասարակ 53-ից ավել գյուտի հեղինակ եմ, որ այսօր ներդրված եմ պրակտիկ բժշկությունում, իսկ դրանցից մեծ մասը կիրառվում է մեր կլինիկայում։